նշեմ, որ այս նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին օրենքի մակարդակով եւ նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը, որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաեւ ապահովելու հարկային վարչահարության շարունակական բարելավում։ Գործող կարգավորումներին համապատասխան այս օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է 12 ամիս ժամկետով եւ սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք վերաբերում են հարկային եւ մաքսային վարչահարության ավելի բարենպաստ մոտեցումների կիրառմանը, այդ թվում դիմում բողոքների ավելի սեմ ժամկետներում քննմանը, օրենսդրական փոփոխությունների անհատական իրազեկմանը եւ վարկեր ստանալիս ռիսկայնության էական նվազմանը, վերջինս էլ իր հերթին հանգեցնում է վարկավորման առավել լավ պայմանների, այդ թվում ցածր տոկոսադրույքների։ Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաեւ հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկում ենք հետեւյալ փոփոխությունները։ Նախ առաջարկում ենք օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ, իհարկե դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում երամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը եւ առանց 12 ամիսը մեկ անգամ նոր դիմում ներկայացնելու։ Մյուսը մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0.8 գործակից, ինչը նշանակում է 20%-ով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումների հաճախականությունը նմանեն հավաստագիր ունեցողների մոտ։ Երրորդը այդ հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկ վճարողների սպասարկման գործառույթի անհատական իրականացման հնարավորության ներդրում, նշանակելով սպասարկման համապատասխան մասնագետ այդ օրինապահ հարկ վճարողի համար։ Զուգահեռաբար կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառում, որով վերանայելու ենք օրինապահության չափանիշները եւ օրենքը ընդունելուց հետո կներկայացնենք կառավարության քննարկմանը։ Նաեւ նախատեսում ենք ՊԵԿ նախագահի հրամանով մեղմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողների համար ավելացված արժեքի հարկի վերադարձի ռիսկայնության չափանիշները։ Սրանք հիմնական փոփոխություններն են, պարոն վարչապետ, վերջում ամփոփելով ուզում եմ նշել, որ այս նախագծի քննարկումը այսօր խորհրդանշական է, որտեղ 21 թվականին այս փաթեթով հարկ վճարողի օրն է սահմանվել, ապրիլի 19-ը, որը վաղն է, եւ ուզում եմ առիթը օգտագործել ու շնորհավորել բոլոր հարկ վճարողներին գալիք տոնի կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել իրենց հարկերը շատ պատշաճ եւ կարգապահ ձևով վճարելու եւ միասին բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, իհարկե ես չեմ հոգնի անընդհատ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնել, բայց ըստ էության շատ խորհրդանշական է, որ տվյալ դեպքում հարկ վճարողի օրը նաեւ քաղաքացու օրվան նախորդում է մի շաբաթով եւ այստեղ այո կա կոնկրետ իմաստ, որովհետեւ ըստ էության Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող, այսինքն այսպիսի քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ անկախ նրանից նրանք ինչ գործունեություն են ծավալում, չկա այդպիսի քաղաքացի, որ գնում չի իրականացնում։ Եվ եթե քաղաքացին, ասենք օրինակ, խանութից ձեռք է բերում այս բաժակը, եթե այս բաժակը 100 դրամ արժի, այդ 100 դրամ գնի մեջ 20%-ը ավելացված արժեքի հարկն է։ Եվ երբ որ քաղաքացին 100 դրամ վճարում է ավելացված արժեքի համար, ինքը այսպես թե այնպես, որ ուզենա էլ չի կարող այդ հարկը չվճարի։ Ես նկատի ունեմ ձեռք բերող քաղաքացին։ Իսկ ահա վաճառող քաղաքացին կարող է որոշակի դեպքերում, եթե քաղաքացին ուշադիր չլինի եւ ՀԴՄ կտրոն չվերցնի, վաճառող քաղաքացին կարող է ստանալ որոշակի հնարավորություն հարկ վճարելուց խուսափելու։ Եվ սա շատ կարևոր է գնի մեջ ապրանքներին ու
ինչ ասենք 90 եւ ավելի տոկոսը, եթե ոչ 95 եւ ավելի տոկոսը արդեն ներառում են ավելացված արժեքի հարկը եւ մենք երբ որ ձեռք ենք բերում դա գնի մեջ ներառված է հարկը հարցը այն չի քաղաքացին այդ հարկը վճարի թե չվճարի որտեւ էլի եմ ասում քաղաքացին հարկը այսպես թե այնպես պետքա վճարում է դա անխուսափել է խնդիրն են այդ հարկը կհասնի այն հասցեով որ հասցեի համար նախատեսված է իսկ հասցեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետությունում արկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է էլի ուզում եմ ընդգծել եթե կա որևէ խնդրեմ հանրապետությունում եթե այդ խնդրեմը արտացոլված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մեջ ուրեմն այդ խնդրեմը լուծման ճանապարհին է եթե արտացոլված չէ ուրեմն այդ խնդրեմը չի լուծվելու սա ընդ որում ուղղակի կամ անուղղակի դեպքերի մի հիմնական մասում ուղղակի մի որոշակի մասում էլ անուղղակի եւ ելի ուզում եմ ընդգծել որ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է եւ ելի ուզում եմ ընդգծել իմ համոզմունքը որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունը ապահովելու համար Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ նաեւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար եւ հետեւաբար հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն որտեվ այսօր մենք ինչի ենք առողջության ապահովագրության համակարգ ներդնել որտեվ Հայաստանի Հանրապետության տասնյակ 100 հազարավոր եւ միլիոնավոր քաղաքացիներ աշխատում են մի մասը իրենց աշխատում է եւ իմիջիալոց ոչ միայն քաղաքացիներ որովհետեւ կան օտար երկրյա քաղաքացիներ ովքեր Հայաստանում գործունեություն են ծավալում եւ հարկեր են վճարում եւ ես ուզում եմ նույնքան շնորհակալություն հայտնեմ նաեւ այդ մարդկանց ովքեր լինելով օտար երկրյա քաղաքացի Հայաստանում գործունեություն են ծավալում արդյունք ստեղծում եւ օրենքով սահմանված հարկերը վճարում եւ հետեւաբար մարդիկ աշխատում են հարկեր են վճարում այդ թվում հսկիչ դրամարկային կտրոն են բաց թողում կամ պահանջում այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե եւ պետական բյուջեից արդեն բաշխում են տվյալ դեպքում առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, հետվճար, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստ, մինչեւ 2 տարեկան երեխաների աջակցության նպաստ, ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, զինվորականների աշխատավարձի բարձրացում, ամրացված շրջանների կառուցում, գիտության ֆինանսավորում, գիտնականների աշխատավարձի բարձրացում եւ այլն եւ այդպես ճանապարհների կառուցում, ցանկացած բան, որը մենք տեսնում ենք, դա առնչվում է պետական եւ համայնքային բյուջեների հետ։ Եվ հետեւաբար էլի այդ օրինակը բերել եմ նախկինում ինչը նաև տենց շատ բանի հումորների առիթ է դարձել, ինչի համար ես ուրախ եմ, մեզնից ոչ մեկը չի կարող ինքը իր համար ճանապարհ կառուցել, չի կարող։ Եվ այսինքն մեզնից ոչ մեկը չի կարող իր երեխայի համար դպրոց կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար բժշկական կենտրոն կառուցել, ամբուլատորիա կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար Այսինքն ջրագից էլի ինչ որ հատված անհատները տանում են, բայց ընդհանուր ջրային համակարգ կառուցել եւ այլն անվտանգություն ապահովել եւ այլն եւ այսպես շարունակ։ Հետեւաբար բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Պետության մոդելը ճշգրիտ ընտանիքի մոդելն է, որ մարդիկ աշխատում են եւ դնում են այդ փողը ընտանեկան բյուջե եւ հարցերը լուծում են այդ հատվածում անհատական մաս էլ կա։ Բայց
հիմնական մեթոդաբանությունը աշխատելը աշխատանքի արդյունքը մեկտեղելը եւ դրանով բարեկեցության ավելի բարձր աստիճանի հասնելը։ Ես էլ գոհունակությամբ ընդգծում եմ եւ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող բոլոր քաղաքացիներին եւ ոչ քաղաքացիներին եւ հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ ձեզ կառավարության անդամներին, գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների մեր գործընկերներին, որովհետեւ ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները եւ հարկային եկամուտները 130%-ով աճ են արձանագրել, էլի ասում եմ, եթե այդտեղից հանենք, որպեսզի ճշգրիտ լինեն, այս տարիների ընթացքում մոտավորապես 29% գնաճի ցուցանիշը, ուրեմն բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, իրական տվյալներով ավելի քան կրկնապատկվել է, եւ սա պետական համակարգի, քաղաքացիների, տնտեսվարողների համատեղ ջանքի արդյունքն է, եւ այդ ջանքի արդյունքներով են էլի եմ ասում ուսուցիչների աշխատավարձերը կամավոր, դպրոցներ կառուցվում, մանկապարտեզներ կառուցվում, ճանապարհներ կառուցվում, առողջության ապահովագրություն իրականացվում, կենսաթոշակների բարձրացում իրականացվում եւ այլն եւ այդպես շարունակ կներեք, եթե որևէ ուղղությամբ որևէ ծրագիր չեմ դեսպանատներ ձեռք բերվում, բարեկային ոստիկանություն ներդրվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար սա ամենակարևոր process-ն է եւ մեր գործունեության խնդիրներից մեկը հենց սա է։ Ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն, արդյունք գեներացնեն, հարկեր վճարեն, հետո դրա ծախսման արդյունքում գործունեության ավելի լավ պայմաններ ապահովեն։ Բայց պարոն Հակոբյան, հիմա մենք փաստորեն ինստիտուտը զարգացնում ենք օրինական հարկ վճարողի եւ ես հիմա չեմ ուզում խոսել եմ մասին, թե սպայի դրությամբ իրենք ինչ հնարավորություններից են օգտվում, որովհետեւ մենք այս փոփոխությունից հետո կթարմացնենք եւ իրեն ավելի արդիական կդարձնենք։ Բայց ես ձեզ ուզում եմ կիսվել մի գաղափարով, որ ինձ անկեղծ ասած մի քիչ այլ կերպ հնչեց, բայց հետո ինձ հանգեցրեց այդ մտքի։ Նախորդ օրը ես Հայաստանի խոշոր գործատուների հետ էի հանդիպում եւ մենք էլի անդրադարձ եղավ պետական գնումների համակարգին եւ մենք էլ այդ հարցը քննարկել ենք, որ միշտ չի, որ նվազագույն գնի համակարգը ինքը բերում է ճիշտ արդյունքի, որովհետև մենք շատ դեպքեր, իհարկե պետքա խոստովանել, որ եղել են դեպքեր, որ նվազագույն գնի համակարգը բերել է մեր ակնկալած արդյունքի, բայց նաև շատ հաճախ լինում են դեպքեր, որ նվազագույն գնի համակարգը, այսինքն մենք մրցույթ ենք հայտարարում եւ ըստ էության հաղթող ենք ճանաչում նրան, ով որ նվազագույն գին է հայտարարել եւ կար առաջարկ եւ գաղափար, որ նվազագույն գինը այո, բայց գուցե լրացուցիչ գործոններ էլ լինեն, որոնք գնի, այսինքն գինը լինի տեսակարար քշիրների բան ունենանք, համակարգը լավարկենք, որ գինը լինի մի տեսակարար քշիր, հիմա օրինակ, եթե մարդը ունի օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ, կարող է արդյոք դա լրացուցիչ միավոր ավելացնել, օրինակ գնման գործընթացում մրցույթային տրամաբանության մեջ, որպեսզի ինչ որ առավելություն ստանա, թեկուզ ոչ վճռական այդ բանի բերումով։ Հաջորդ գործողը մենք առաջիկայում նաև որոշակի ռեյտինգավորում ենք, չէ, իրականացնելու ընկերությունների։ Այսինքն հիմա ակնհայտ է, ես չեմ ասում, որ մենք նվազագույն գնի քաղաքականությունից պետքա հրաժարվենք, դա ճիշտ չի, բայց մենք նվազագույն գնի քաղաքականությունը պետքա լավարկենք, որովհետև որպեսզի համոզվենք, որ դա նվազագույն ռացիոնալ գին է եւ ոչ թե եւ նախագիծը իրականացնելու եւ ոչ թե ընդհակառակը նախագիծը ձախողելու գին է եւ կարծում եմ, որ այս գործոնների շուրջ մենք պետքա մտածենք, իհարկե մտածել ենք, բայց ես ճիշտն ասած լավ վստահ չեմ, որ լավ գիտեմ, թե սպայի դրությամբ ուր ենք հասել, մասնավորապես ընկերությունների վարկանշավորման առումով։ Ես մտածում եմ, որ օրինակ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունենալը կարող է լինել գործոն, որ մարդուն առավելություն տա օրինակ մրցույթներ